Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Հայկական բանակի ոգին Արմենակ Աբրահամյան կայացավ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի երրորդ նիստը։ Արցախեն եկած 1101 մասին վրա խոշտանգման հետքեր կան։ Անիկա Արցախի հայկական ժառանգության ոչնչացման փաստաթղթավորումն է։ Հովիկ Ավանեսով։ Արդյոք ասիգա մեր հինավուրց Կարինի Կարնո Քավարի մեծ հասած ամենավաղ հիշադակությունն է։ Միքայել Պատալյան։ Սիսի գաթողիկոսարանի վերադարձի բանջով Թուրքիո դեմ թադավարությունը կշարունակվի։ Արարատը Մասիսը Արևմտյան Հայաստանի եւ հայ ժողովրդի հավերժ խորհրդանիշը Վանի Մշոշ Հայկական բանակի ոգին ձևավորված է ոչ միայն ժամանակակից պետականության շրջանակներուն մեջ, այլ նաև հայ ժողովրդի բազմատարյա բայկարի եւ ինքնապաշտպանության հարուստ փորձառության մեջ։ Հայոց զինված ուժերու քաղաքական եւ պատմական արմատները կհասնին մինչեւ առաջին համաշխարհային պատերազմի դարիները, երբ 1916 թվականին Ֆրանսիայի հովանավորությամբ կազմավորվեցավ հայկական արևելյան լեգիոնը, որ հետագային դարձավ հայկական ազգային բանակի առաջին գորիզներեն մեկը։ Ցեղասպանության դարիներուն հայ ժողովուրդը կանգնեցավ ինքնապաշտպանության կենսական անհրաժեշտության առջև, պաշտպանելու իր գոյությունը եւ հայրենիքը։ 1918-ին 1920 թվականներուն Գիլիգիո մեջ հայ զինված ուժերը կարևոր դեր ունեցան դարաշրջանի ազատագրման գործընթացին մեջ, մարմնավորելով միասնական հայկական պետականության գաղափարը։ Հայկական պետականության դարածքային եւ իրավական հիմքերը հստակ ամրագրված են 1990 թվականի օգոստոս 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագրին մեջ, ուր անդրադարձ կա նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ Արցախի հարցը հայ ժողովրդի համար եղած է եւ կմնա ազգային անվտանգության հիմնարար խնդիրներեն մեկը։ 1988 թվականի դեղի ունեցած Սումգայիթի չարտերը եւ 1990 թվականի Բաքվի հայերու գոտորածները կվկայեն հայ ժողովրդի դեմ իրականացված կազմակերպված բռնության մասին։ Այս իրադարձություններեն յետք Արցախի հայությունը որոշում կայացոց միավորվել խորհրդային Հայաստանին, ինչ որ դարձավ հետագա ազատագրական բայկարի հիմնակարը։ Այս ամբողջ պատմական ուղին կվկայ որ հայկական բանակը պարզապես ռազմական կառույցը չէ, այլ ազգային դիմադրության, ինքնության եւ պետականության պահպանման հոգեվոր սյունն ու երաշխիքը։ 2026 թվականի հունվար 28-ին դեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի հերթական նիստը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը հանդես եկավ հայոց բանակի դոնի նվիրված շնորհավորական խոսքով, որում միացան նաև ազգային ժողովի եւ կառավարության անդամներն ու ներկայացուցիչները։ Ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյան անդրադարձավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական օրացույցի կարևոր դոն օրերուն եւ անոնց նշման ձևաչափերուն։ Մասնավորապես նշվեցան Գաղտնի բանակի գազմավորման օրը, հայկական լեգիոնի գազմավորման օրը եւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծման օրը։ Քննարկվեցան նաև շարք կարևոր աշխատանքներ։ Այդ շարքին Մագի բնիկ ժողովուրդներու հանձնաժողով ղրկված թղթաձեռարը, ինչպես նաև Լիոնի քաղաքապետին ուղված նամակը հայկական լեգիոնի հիշադակին նվիրված հուշագոտողի նախագիծին վերաբերյալ, որը ներկայացուց Լիդիա Մարկոսյան։ Արցախի մարդու իրավունքներու պաշտպան Քեղամ Ստեփանյանի դեղեցություններով Արցախեն Արևելյան Հայաստան տեղափոխված 11 հայեր ամիսներ շարունակ բահված են Թղյակ հյուրանոցին մեջ խիստ սահմանափակումներու եւ ընտանիքներուն հետ կապի բացակայության պայմաններուն տակ։ Անոնց մեկ մասին վրա արձանագրված են խոշտանգման եւ բռնության հետքեր, որոնք կապված են ադրբեջանական կողմի սատրանքներուն արձագանքելու կամ չարձագանքելու հետ։ Ստեփանյանը ընդգծած է, որ այդ անձերը փաստացի բռնի գերբով դուրս մղված են Արցախեն եւ չեն տեղափոխված իրենց կամքով։ Մարդու իրավունքներու պաշտպանությունը նաև հաստատած է, որ Միշա Գրիգորյան, ով Բաքվի թատարաններուն մեջ ցուցումներ տված էր Ռուբեն Վարդանյանի եւ այլ ռազմակերիներու դեմ, ճանապարհի կեսեն վերադարձված է Արցախ։ Այս պահուն Արցախ մնացած են միայն 2 հայ։ Քեղամ Ստեփանյանի գնահատմամբ տեղի ունեցածը ինքնագամ հերացում չէ, այլ էթնիկ զտման հերթական դրսևորում։ Արցախի մշակութային ժառանգության մարդու իրավունքներու պաշտպան Հովիկ Ավանեսովը կհայտարարե, որ Բաքվի վարչագահի կողմէ կործածվող այսպես կոչված ազատագրված տարածք եզրույթը հորինված է, իսկ Արցախը ենթարկված է ամբողջական բռնազավթման 2020 եւ 2023 թվականներուն։ Անոր խոսքով մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման անվան տակ կկատարվի հայկական հուշարձաններու համագարկված ոչնչացում եւ յուրացում։ Ան կնշե, որ վերականգնողական աշխատանքներու արդյունքով ավերված կամ ցեվախեղված են Շուշիի ամենափրկիչ եւ կանաչ ժամ եկեղեցիները, Փերծորի եկեղեցին, ոչնչացված են խաչքարեր, պատմական գերեզմանոցներ եւ այլ քաղաքագրթական արժեքներ։ Ավանեսովի գնահատմամբ ասիգա պետական մագարտակով իրականացվող նպատակային քաղաքականություն մնե, որը սպառնալի կներկայացնե ոչ միայն հայկական, այլ նաև համամարտկային մշակութային ժառանգության համար։
Պատմական գիտություններու տեխնաձու, հնակետ եւ ուրարդակետ Միքայել Բատալյանը գկրե։ Վերջերս հաղորդավեցավ Թուրքիո Ռեզան Հաս թանգարանին գոմետ ցերկ բերված բրոնզե սկավառակի մասին, որուն վրա արձանագրված է Արկիշտի արքայի քրությունը եւ նշում գա Գարինի երկրի մասին։ Հաղորդակցության մեջ կնշվի, որ բրոնզե սկավառակը հայտնաբերված է Ալաշկերտ պատնոց մուշ սահմաններուն մեջ։ Բացի այդ, կհաղորդվի նաեւ նոր ուրարդական դեղանունի Գարինի ի հայտ գալու մասին։ Այս պարակային հարց կառաջանա, արդյոք ասիգա մեր հինավուրց Գարինի Գառնո քավարի մեզ հասած ամենավաղ հիշադակությունն է։ Գարելի են նաև այլ մեկնաբանություններ, օրինակ, բարձր հայքի մեջ գոյություն ունեցած է Գարին քաղաք եւ այլ բնակավայրեր։ Մեծի դանան Գիլիկիո գաթողիկոսության գոմե Սիսի պատմական գաթողիկոսարանի վերադարձի բանջով Թուրքիո դեմ հարուցված թադը կշարունակվի։ Այդ մասին կդեղեկացնեն Գիլիկիո գաթողիկոսութենեն, նշելով, որ գործը ներկայիս կգտնվի Թուրքիո վճռապետ թադարանին մեջ։ Ըստ հաղորդակցության, թադավարության հաջորդ քայլերը նախադեсված են շարունակվել Թուրքիո սահմանադրական թադարանին մեջ, իսկ այնուհետև մարդու իրավունքներու եվրոպական թադարանին մեջ։ Գաթողիկոսությունը այս թադը գտիտե ոչ միայն որպես եկեղեցական, այլ նաև որպես ազգային նշանակության խնդիր եւ որ քայլը հայ ժողովրդի իրավական բանջարդիրության ճանապարհին։ Վերջերս գաթողիկոսարանի մեջ նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին վեհապար Հայրաբեդի նախագահությամբ դեղի ունեցած է հանդիպումը Սիսի թադի իրավական հանձնախումբի անդամներու մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլ 28-ին Մեծի դանն Գիլիկիո գաթողիկոսությունը հայց ներկայացուցած էր Թուրքիո սահմանադրական թադարան Սիսի պատմական գաթողիկոսարանի վերադարձը բանջելով, իսկ մերժման բարակային նախադեсված էր թիմել մարդու իրավունքներու եվրոպական թադարան։ Սիսի գաթողիկոսարանը գտնվելով պատմական Գիլիկյան թագավորության մայրաքաղաքին մեջ բռնակրաված է ցեղասպանութենեն ետք։ 1921 թվականին գաթողիկոս Սահակ Խաբայանին դրված է միայն 2 օր այն լքելու համար եւ Գիլիկիո գաթողիկոսությունը վերջապես հաստատված է Անտիլիասի մեջ։ Հասարակական կորձիչ Կիրագոս Գարո Գյումջանը գշեշտե, որ այսօր երբ կհնչեն Արարատը Մասիսը մոռնալու գոչեր, անհրաժեշտ է հիշեցնել, Մասիսը հայ ժողովրդի սրբությունն ու հավերժության խորհրդանիշն է։ Յուրաքանչյուր հայ անկախ իր գտնվելու վայրեն զայն կսկա որպես հոգևոր գապ իր ինքնության, պատմության եւ ձգման արմատներուն հետ։ Արարատը Մասիսը որպես արևմտյան Հայաստանի առանցքային խորհրդանիշ կշարունակե ապրիլ հավաքական հիշողության մեջ անկախ սահմաններեն։ Ան բարձ լեր չէ, այլ հայ ինքնության, հիշողության եւ պատմական շարունակականության կենթանի խորհրդանիշ։ Թեև այսօր Մասիսը կգտնվի արևմտյան Հայաստանի մեջ, որը բռնակրաված է Թուրքիո կողմէ, կշարունակե մնալ հայ ժողովրդի հոգևոր դարածքին մեջ մարմնավորելով մեր պատմական իրավունքները, մշակույթն ու ժառանգությունը։ Քանի դեռ Արարատը Մասիսը գանկուն է, արևմտյան Հայաստանի հիշողությունն ու հայ ինքնությունը կմնան անխախտ։ Մշոշը հայկական ավանդական ճաշադեսակ է եւ վանա հարուստ խոհանոցի փաղադրատոմս։ Փարն առաջացած է մշմոշ ծիրան բարի գրջադումեն։ Գան դարբեր դեսագի մշոշներ գլխավոր փաղադրիչը ոսպն է, ինչին կմիանան թթում կամ կանաչ շլոբի կամ բազուկ։ Սակայն տասական մշոշը կպատրաստվի ոսպով, ծիրանաչրով եւ ընգույզով որպես բահկային երակրադեսակ։ Հարկելի հայրենագիցներ, փաղադրատոմսին կարելի է ծանոթանալ այցելելով մեր պաշտոնական գայքեջ։ Հարկելի հայրենագիցներ, այսօրվան համար այսքան էինք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար, լավ մնացեք։